Ողջունում եմ բոլորիդ սիրելիներս ու հրավիրում արևոտ ու արդեն շոկ Հայաստան։ Այսօր միասին մադլեններ ենք թխելու։ Վստահ եմ շատերդ եք թխել, շատերդ եք փորձել, այսօր նաև տեխնիկական մասին կանդրադառնանք ու կքննարկենք, թե կոնկրետ որ գործողության շնորհիվ է, որ դրանք ստացվում են այն փոքրիկ բարձունքներով, որոնք նաև առագաստ են անվանվում։ Իդեպ հենց դրանք են ժամանակավոր հրուշակագործության մեջ համարվում ճիշտ պատրաստված մադլենների ցուցիչները։ Տեխնիկական մանրամասները հաստատ հետաքրքիր են։ Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են միայն բաղադրատոմս ստանալ, տեսանյութի ներքևում մանրամասն գրված է լինելու, նաև փոքրիկ ու կարևոր դիտարկումներով։ Խմորը որպես կանոն մի քանի ժամ թողնում են սառնարանում, գոնե 6-ից 7 ժամ կամ մի ամբողջ գիշեր։ Դա արվում է նրա համար, որ խմորի մեջ սոսնձանյութը ամրանա, որպեսզի հետո այդ առաջացած բարձունքները լինեն ոչ թե ճաքերով, այլ ունենան գեղեցիկ բլրի տեսք։ Իսկ եթե հենց այդ պատրաստած պահին խմորը սառեցնենք ու միանգամից թխենք, կստանանք այդ գեղեցիկ բարձունքը, բայց արդեն ճաքերով։ Մեզ թխելու համար հարկավոր կլինեն նման կաղապարներ, խխունջի տեսքով։ Ասեմ, որ մենք այստեղ ոչինչ չենք հարելու, քանի որ մադլենները երբևէ չեն ստացվում այն սպունգանման եթերային բիսկվիթային կառուցվածքի։ Ոչ, դրանք շատ փափուկ են լինում, հալչող ու նուրբ, բայց մի փոքր ավելի խիտ կառուցվածքով։ Թասի մեջ կոտրում ենք 2 միջին չափսի ձու, առանց կեղևի մոտ 50-55 գրամ են։ Մի փոքր կխառնենք, դեղնուցները կբացենք, որպեսզի դրանց կեղևը հետո շաքարից չայրվի ու զանգվածն անհարթ չստացվի։ Ձվին ավելացնում ենք 80 գրամ շաքարավազ։ Տեսեք 100 մլ տարողությամբ բաժակ է, ամբողջությամբ լիքը չէ։ Հենց ավելացրինք, արագ խառնում ենք։ Հիմա սա դնում ենք գոլորշու վրա և անդադար խառնում ենք։ Պետք է տաքացնենք մոտ 50 աստիճանի։ Եթե ջերմաչափ չկա, մատով ստուգում ենք։ Եթե մատը մի փոքր կծեց, նշանակում է պատրաստ է։ Արագ վերցնում ենք։ Արդեն պատրաստ է, հիմա մնացածով զբաղվենք մինչև հովանա։ Նախապատրաստենք նաև կարագը, սերուցքային կարագ է 82.5% յուղայնությամբ։ Վերցնում ենք 80 գրամ։ Հիմա պետք է հալեցնենք կարագը, բայց այստեղ էլ նրբություններ կան։ Ֆրանսիական որոշ դասագրքերում խորհուրդ է տրվում հալեցնել մի փոքր երկար, մինչև այդ հալեցված զանգվածը արդեն յուղը մի քիչ կմքանա։ Բայց կան նաև տարբերակներ, որտեղ ուղղակի պահանջվում է կարագը հալեցնել։ Մենք երկրորդ տարբերակով կպատրաստենք, քանի որ ձեռքից տագեղած սոթեինիկները բոլորը մուգ երանգ են ու բավականին դժվար կլինի ճիշտ վիճակը ցուցադրել։ Կարագը հալեցինք, դնում ենք մի կողմ։ Մինչև հալեցված կարագը կհովանա, ձվի խառնուրդի մեջ, ձվի և շաքարի, կավելացնենք չոր բաղադրիչները։ Ավելացնում ենք 80 գրամ ալյուր, իդեպ ասեմ բաժակս 100 մլ է, որպեսզի կարողանաք այսպես կողմնորոշվել։ Ավելացնում եմ 1 պտղունց աղ, լավ խառնում ենք ու ավելացնում մեր հալեցված կարագը, այն դեռ մի փոքր գոլ է։ Այստեղ նույնպես լավ խառնում ենք ու խմորը պատրաստ է։ Խառնում ենք ու ստանում թավշյա այսպիսի հարթ զանգված։ Խմորը պատրաստեցինք, հիմա որևէ թաղանթով փակում ենք ու դնում սառնարանը։ Կթողնենք նվազագույնը 4 ժամով ժողովուրդ, բայց ցանկալի է մի ամբողջ գիշեր թողնել։ Մի քանի ժամ հետո, երբ խմորն արդեն լավ հանգստացած կլինի սառնարանում, դուրս ենք բերում ու քանի դեռ սառն է, արագ տեղավորում ենք կաղապարների մեջ ու դնում նախապես տաքացված ջեռոցը։ Ջեռոցը տաքացնում ենք նախապես 220-ից 230 աստիճանով, բայց դա նախապես։ Հենց խմորը դրեցինք, ջերմաստիճան իջեցնում ենք ու շարունակում ենք մոտավորապես 200-ից 210 աստիճանով։ Այսինքն մի 20 աստիճան հենց խմորը դրեցինք, իջեցնում ենք։ Ստացվում է մեր խմորը շատ սառն է, իսկ ջեռոցը շատ տաք։ 200-ից 210 աստիճանով թողնում ենք մոտավորապես 5 րոպե։ Կամ ուղղակի հետևեք։ Հենց տեսնեք, որ այդ բլրակը, որ պետք է առաջանա, հենց տեսնեք, որ ակտիվ սկսում է բարձրանալ, հենց այդ պահին ջերմաստիճան իջեցնում ենք ու դրանից հետո շարունակում 170 աստիճանով։ Ստացվում է, որ այդ պահին մի փոքր ճնշումն իջեցնում ենք խմորի ներսում, որպեսզի այդ բլրակի առաջացումը շատ ակտիվ չլինի ու հանկարծ խմորի վրա ճաքեր չառաջանան։ Այսպես անցումները շատ գեղեցիկ են լինում։ Մեզ մոտ արդեն հաջորդ առավոտ է, խմորը մի ամբողջ գիշեր մնացել է սառնարանում 10 ժամից ավել։ Ասեմ, որ կարող է ավելի երկար էլ մնա, խնդիր չէ։
Հիմա ամեն ինչ նախապատրաստել եմ, ջեռոցը լավ տաքացված է, որպեսզի խմորը արագ դուրս բերենք ու սառը վիճակով, ինչպես ասել եմ, տեղավորենք կաղապարների մեջ ու դնենք թխվելու։ Մեզ մնում է միայն կարագ քսել կաղապարներին ու վրան մի քիչ ալյուր ցանել։ Լավ առատ եմ քսում։ Սա է մեր սառած խմորը։ Իդեպ ասեմ, որ ընթացքում պնդանում է չանհանգստանաք, այսպես էլ պետք է լինի։ Նաև տեսախցիկն անջատելուց հետո հիշեցի ու ավելացրի մի փոքր ցիտրուսային քերուկ։ Լցնում ենք ոչ ամբողջությամբ, մոտ 70-80% չափով։ Ես հատուկ տոպրակի ծայրը փոքր եմ թողել, որ խմորը շատ չլցվի։ Վերջ, արդեն խմորը լցված է, որքան բավականացրեց։ Ժողովուրդ, կողքից եմ ցուցադրում, տեսեք, լցված է ոչ ամբողջությամբ, վերևից եզրից մի փոքր ցածր է։ Հիմա դնում եմ ջեռոցը։ Ինչպես պայմանավորվել ենք, ջեռոցը տաքացրել եմ 230 աստիճանով։ Հիմա հենց դրեցի, իջեցնեմ եւ առաջիկա 5-6 րոպեն կթխեմ մոտավորապես 210 աստիճանով։ Կամ այնքան ժամանակ, մինչև կնկատեմ, որ առագաստները սկսել են առաջանալ։ Հենց առագաստները սկսեցին առաջանալ, այսինքն բարձրացան, բայց դեռ ոչ ամբողջությամբ, իջեցնում ենք ու եւս մոտավորապես 6 րոպե թխում ենք արդեն 170-ից 180 աստիճանով։ Ու վերջ, արդեն պատրաստ կլինի։ Հա, իդեպ տապակի վրա չեմ դնում կաղապարները, ցանցի վրա եմ դնում։ Ժամը լրացավ, տեսեք արդեն պատրաստ են։ Ժողովուրդ, առագաստ կոչվում է հենց այս բարձունքը։ Տեսեք, բլրակի նման է, այսինքն ոչ թե ամբողջությամբ, այսպես գեղեցիկ անցումով է բարձրացել, այլ հենց շատ արտահայտիչ կենտրոնն է բարձրացել։ Հատկապես այս ռակուրսից մի տեսակ նավակների են նման, դրա համար էլ այս մասը հենց առագաստ է կոչվում ու ընդհանրապես ստացվում է ծովային թեմատիկա՝ խխունջ, նավակ եւ առագաստ։ Պետք է արագ կաղապարից դուրս բերել կամ գոնե թեքել, որ ներքևից չխոնավանան։ Ու հա, ցանկանում էի հատուկ նշել, երբ դրանք դեռ ջեռոցում են եւ ուզում եք դուրս բերել, անպայման նայեք, որ եզրերը մի քիչ կարմրած լինեն, ավելի արտահայտիչ։ Դա եւ ավելի հաճելի խրթխրթան հատկություն է հաղորդում, հետո շատ հաճելի կլինի եւ տեսքն է ավելի գեղեցիկ լինում։ Դա արդեն նշանակում է, որ ներքևից դրանք մի քիչ ավելի են կարմրել։ Հենց սկզբում, քանի դեռ շատ տաք են կամ լիարժեք չեն հովացել, դեռևս բավականին փափուկ են, մի տեսակ բիսկվիթանման են, բայց կարճ ժամանակում, երբ սկսում են հովանալ, արդեն սկսում են ամրանալ, բայց չոր չեն լինում, այլ հաճելի փխրուն, շատ նուրբ կառուցվածքով, տեղ-տեղ նույնիսկ խրթխրթան։ Սկսում ենք ձևավորել մադլենները, ես այստեղ սպիտակ շոկոլադ ունեմ և կաթնային, սովորական, ինչպես տեսնում եք, հասարակ շոկոլադ է։ Օգտագործում ենք նույն կաղապարները, ես դրանք լավ լվացել եմ, վերջում եռման ջրով եմ անցկացրել, որպեսզի ճարպի հնարավոր բոլոր մնացորդները հեռացնենք, հետո որպեսզի շոկոլադը փայլուն դուրս գա։ Բացի դրանից, որպեսզի հնարավոր բոլոր խոնավ հետքերն վերացնենք, այսինքն գերհարդ, երբ մաքուր լինի, մի փոքր կամ քացախով կամ սպիրտով նույնպես մաքրում եմ, քանի որ շոկոլադը խոնավության հետ հանդիպելիս կարող է փչանալ, կարող է գնդվել ու այդպես մնալ։ Արդեն մատներով այս փոսիկներին չեմ կպնում։ Շոկոլադը կարելի է ուղղակի հալեցնել ու օգտագործել, հատկապես եթե ընտանեկան, օրինակ թեյ խմելու, սուրճ խմելու համար եք պատրաստում։ Իսկ եթե պետք է նվեր տանեք, պետք է որևէ տեղ հատուկ մատուցեք, իհարկե ավելի լավ է տեմպերացնել, այսինքն ջերմամշակել շոկոլադը, որպեսզի նախ շատ շուտ չհալչի, խնդիրներ չառաջացնի ու նաև գեղեցիկ փայլ ունենա։ Եթե ուզում եք ջերմամշակել, առաջարկում եմ դիտել իմ տեսանյութերից մեկը, որտեղ մանրամասն ներկայացրել եմ։ Այնտեղ հատուկ զատիկի համար աղանդեր եմ պատրաստել։ Մանրամասն կա, կարող եք տեսնել ու օգտվել։ Իսկ այս տեսանյութը հատուկ դրանով չեմ ծանրաբեռնի, քանի որ այստեղ թեման հենց մադլեններն են ու դրանց ճիշտ թխելու տեխնոլոգիան։ Մինչ շոկոլադը հալեցնելն ամեն բան պետք է պատրաստված լինի։ Կաղապարը պատրաստ է, այստեղ նաև պարկերն ենք պատրաստել։ Հիմա մի փոքր փոսիկների մեջ կլցնենք ու կսեղմենք մադլենները, որպեսզի ամբողջությամբ ծածկվեն, ներքևի մասում ծածկվեն շոկոլադով, բայց տեսեք չափից շատ չսեղմեք, որ ներքևում հանկարծ դատարկ տարածքներ չմնան։
Սրանք նախապատրաստեցի, հիմա սառցարանից դուրս եմ բերել եւս մեկ չափաբաժին, մոտ 2 շաբաթ առաջ եմ պատրաստել, սա նույնպես կձևավորեմ արդեն կաթնային շոկոլադով, որպեսզի եւ գեղեցիկ լուսանկարներ ունենամ եւ կարողանամ ներկայացնել։ Նաև միաժամանակ կտեսնեք, թե որքան հանգիստ են դրանք պահպանվում սառցարանում ու որքան լավ են լինում սառելուց հետո։ Վերջ, շատ կարճ ժամանակում սառնարանում լրիվ կայունացել է։ Չնայած որ առանց այդ էլ շատ գեղեցիկ են, բայց որոշեցի մի փոքր կանդուրինով ձևավորել, մի քանի հատիկը։ Ուղղակի կանդուրինը բացելու եմ սպիրտով։ Լիարժեք սառելուց հետո դրանց կառուցվածքը եւ շաքարային թխվածքաբլիթների է նման եւ պինդ կեքսային բիսկվիթի։ Դրա միջինն է։ Շատ հաճելի է, հալվող է ու շատ նուրբ։